Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, այսօր նոյեմբերի 19-ն է, օրը չորեքշաբթի։ Այո, աշխատանքային շաբաթը ընթանում է իր բնական անհունով, կարծես հոսող, հետաքրքիր յուրահատուկ գետ, այո, այդպես ընթանում է, մենք էլ փորձում ենք ընթացքին հետևել ու անդրադառնալ բոլոր թեմաներին եւ իրադարձություններին, որոնք հետաքրքիր են ու շատ սպասված։ Այո, եղանակային ջերմացնող նորությունները շարունակվում են եւ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-ից 3 աստիճանով, տեղումներ եւս չեն լինի, հրաշալի նոյեմբեր է, չէ՞։ Այո, հրաշալի նոյեմբերը էր եւ դեռ է եւ կարծես թե այդպես էլ կշարունակվի եւ ասեմ որ ուղղակի բախենամ որ այս տաք աշնանը հաջորդի շատ ցուրտ ձմեռ է, բայց չենք տխրում, որովհետեւ հիմա արև է, մենք վայելում ենք ամեն դեպքում եղանակը, գեղեցիկ աշուն է, աշնանային լավ տրամադրություն է եւ մենք գիտես Լիլիթ առհասարակ ճիշտ է դու նոր ես վերադարձել Հայաստան, բայց ամեն դեպքում ասեմ, գուցե մոռացել ես, էլի։ Մենք առհասարակ ավանդույթներ ունենք շատ ու մեզնից յուրաքանչյուրը վստահաբար ունի առավոտյան հատուկ ծիսակարգ, այսպես սուրճ խմելը։ Դու խմում ես սուրճ առավոտյան։ Դա իմ օրվա սկիզբն է, ես առանց սուրճի չեմ կարողանում սկսել։ Եվ նաև շարունակությունը ես կասեի։ Այո, եւ շարունակությունը, ես օրվա ընթացքում հասցնում եմ մի քանի բաժակ խմել, ինչքան էլ դա օգտակար չէ օրգանիզմի համար, բայց ամեն դեպքում կան հատուկ շոկոլադներ, որոնց հետ սուրճը ուղղակի հրաշալի է։ Ու եթե դուք էլ հենց նման մարդկանցից եք ով ինչպես Լիլիթը, ուրեմն պատրաստ եք համեղ սուրճը ու միացեք մեր ընթացքին, հատկապես խոսելու ենք տրամադրությունը բարձրացնող ամենահամեղ շոկոլադների մասին ու սիրով ներկայացնենք մեր գործընկերոջը Ժակո Հրոշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի եւ նրբահամ կոնֆետների լայն տեսականի, խրթխրթան թխված քավլիթներից մինչև հատնդիր շոկոլադների բազմազան տեսականի։ Բացառապես անարաթունք, թարմ բաղադրիչներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ։ Ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն։ Իրական էներգիայի աղբյուր դրավ կուսան, գետնանուշի, փափուկ կարամելի եւ շոկոլադի իդեալական համադրությամբ։ Եվ իհարկե բոլորի սիրելի քվեստը նուգա կարամելի եւ շոկոլադե գլազուր քաղցրություն, որը պարգևում է էներգիա եւ լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը եւ վայելեք ամեն պահը, սիրելի հեռուստադիտողներ։ Այո, այսօր էլ շատ հետաքրքիր զրույցներ ենք ունենալու, ինչպես միշտ։ Նախ կպատմենք Your Choice հոգեբանական կենտրոնի մասին, որը բավականին ճկուն, գրագետ եւ նորարարական մոտեցումներով է հանդես գալիս, նաեւ սպասված միջոցառումներ են լինելու, որի մասին արդեն կխոսենք մեր հյուրերի հետ։ Այո, այնուհետև մեր հյուրերի հետ զրուցելու ենք դեռևս 2019 թվականին Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ հիմնադրված Երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամի տաղանդավոր պատանի երաժիշտների համար իրականացվող կրթական ծրագրի եւ հոկտեմբերին Միացյալ Նահանգներում իրականացրած առաջին համերգի մասին։ Այո, նաեւ տաղավարում մենք հյուրընկալ ենք լրագրող, կինո վավերագրող Գևորգ Ասատրյանին եւ նրա հետ կխոսենք հայկական հետք ամբողջ աշխարհում նոր վավերագրական նախագծի մասին եւ այդ զրույցների ընթացքում, ինչպես դու ասացիր, ավանդույթները չխախտելով մենք կգնանք խոհանոց, կբացահայտենք ժամանակակից գրող Ռազմիկ Դավոյանին, այո, նրա կյանքի հետաքրքիր դրվագները կծանոթանանք եւ իհարկե օրվա բաղադրատոմսը։ Այո, օրվա բաղադրատոմսը, որը կարծում եմ բոլորիս համար ամենակարևոր մասերից մեկն է։ Մեզ համար թե մենք ինչ ենք այսօր ուտելու եւ մեր նախաճաշը ինչպիսին է լինելու, իսկ ձեզ համար հրաշալի տարբերակ, այո, տարբերակ որպեսզի դուք էլ պատրաստեք։ Բայց մինչև Սաթենիկին ողջունել առաջարկում ենք ներկայացնել մեր գործընկերոջը։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է, ինչ առաջատար է նաև Հայաստանում կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն ընտանիքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավինագետների բազմազան տեսականին եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավինագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամուսից։ Հավինագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք եւ հարմար սնունդը սպորտով
զբաղվողների եւ պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար։ Տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար Աթենքն առաջարկում է հավինագետների տարբեր համային տեսականի՝ դասական, պանրով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկների դասական տարբերակը։ Յուրաքանչյուր նագետ փափուկ է եւ նուրբ, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պակսի մատով։ Դե իսկ Աթենքի հավինագետների պատրաստումը տևում է ընդամենը 4-ից 6 րոպե։ Աթենքի հավինագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում եւ ընկերական հանդիպումները դարձնում ել ավելի հետաքրքիր եւ ժամանցային։ Այո, հիմա տրամաբանական շարունակությունն է տեղափոխվել դեպի խոհանոց, ողջունել մեր գեղեցկուհի գործընկերոջը, հասկանալ, թե ինչով է այսօր նա մեզ կերակրելու եւ ինչ հրաշալի բաղադրատոմս է առաջարկելու ձեզ։ Այո, Սատ, բարի լույս։ Բարի առավոտ։ Բարի առավոտ, այո, բոլոր բաղադրիչները տեղում են, դա բավական չէ։ Ես մի փոքր շուտ եմ եկել, քանի որ այսօր այդպիսի տրամադրություն ունեմ, որոշել եմ մի քանի բաղադրատոմս առաջարկել, մի քանի ուտեստներ առաջարկել։ Բարի լույս այն հեռուստադիտողներին, ովքեր հենց նոր միացան։ Այո, մենք ձեզ շատ կարոտում ենք, շատ սիրում ենք եւ ամենակարևորը շատ շնորհակալ ենք, որ ձեր օրը սկսում եք մեզ հետ։ Իսկ մենք ամեն ինչ անում ենք, որ ձեր օրը սիրով լինի եւ համեղ լինի։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա գլխավոր բաղադրիչները չեմ կարող ասել որն է, որովհետեւ մի քանի գլխավոր բաղադրիչ ունենք։ Օրինակ, այս պահին Զանգեզուրի հավի ադրամիսը իմ ձեռքի տակ է, ավելի հեշտ է կտրատվում, երբ որ սառեցված վիճակում է լինում, այնպես որ դուք էլ կարող եք հանգիստ ձեռք բերել ինձ հետ միասին կամ եթե ունեք սառցեխցիկում արդեն պահպանված, կարող եք անել կտրատել։ Ես հնարավորինս փոքրիկ եմ կտրատելու, որպեսզի մեր բարելիսյան դանանդամներին ամեն մեկին պատառ հասնի։ Համեմելու եմ իհարկե համեմունքներով, ասեմ, բացի Մարանիկի կողմից առաջարկված համեմունքներից, ասեմ ինչ է հարկավոր։ Կեչուպ, մեղր, քաղցրություն եմ ապահովելու, ձիթայուղ, այստեղ մանանեխ ունեմ, սովորական դասական, ռուկոլան պարզապես զարդարանքի համար եւ իհարկե կիտրոն, որը թթվայնություն է ապահովելու։ Այդպես, սա մի կողմ եմ դնում, ուզում եմ ներկայացնեմ հենց այս պահին Զանգեզուրի թռչնաֆաբրիկայի կողմից առաջարկված ամբողջ տեսականին, բայց հիշեք, որ այսօր հավի ադրամսով եմ ես պատրաստելու իմ կերակուրը։ Իմ կողմից առաջարկված բաղադրատոմսը հենց այս պահին ձեր էկրաններին է Զանգեզուրի թռչնաֆաբրիկան։ Տեսականին իմ ձեռքի տակ է։ Զանգեզուր թռչնաֆաբրիկայի անարատ, բարձրորակ մսամթերքը պատրաստված է բնական պայմաններում, սիրով, պատասխանատվությամբ եւ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ, բարձրորակ թռչնամիս, սիրով պատրաստված Սյունիքի լեռներում, հավ, բդիկ, թևիկ, քարաջիկ, ցիրտ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում պարույր սևակ 92 կոտորակ 6 հասցեում, այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ, առաքումն ամբողջ Երևանում անվճար, զանգահարեք 041 01 01 42 Զանգեզուր թռչնաֆաբրիկա, մաքրություն, որը դառնում է վստահություն, վստահորեն ես ասում եմ շատ համեղ է լինելու ադրամիսը, որը իմ կողմից պատրաստված է լինելու եւ արդեն համեմունքները, որոնցով համեմելու եմ, ձեզ ասացի, մի կողմ եմ դնելու, հետո հագնելու եմ ձեռնոց, մանր կտրատեմ եւ համեմեմ, թողնեմ մի քանի րոպե։ Իմ ձեռքի տակ արդեն առանձնացված ամբողջ տուփով ոսպ ունեմ, Մարանիկի կողմից առաջարկված սովորական դասական եւ կարմիր ոսպ։ Ինչ եմ արել։ Գիշերը մի փոքր թրջել եմ, նման արտաքին տեսք ունի, ինչի եմ առանձնացրել, որպեսզի դուք հավատաք, հասկանաք, որ ամեն ինչ արվում է ձեզ համար, որպեսզի եւ համեղ լինի, եւ հետաքրքիր լինի, եւ այս եթերային ժամանակի մեջ մենք կարողանանք տեղավորվել։ Ինչ եմ անելու։ Մենք այստեղ ունենք տոստի համար նախատեսված, որ արդեն տաքացրել եմ, խոհանոցային պարագա, որի մեջ վաֆլիներ եմ պատրաստելու վաֆիլնիցը։ Ռուսերեն ասեմ, որ պարզվինի շատերը ունեն, հատկապես երեխաների համար տարբեր վաֆլիներ եք պատրաստում, բայց ես առողջ մանրաթելերով հարուստ, ոսպերով երկու գույնի առաջարկում եմ վաֆլիներ, որի մեջ ես ավելացնելու եմ ձու, մի փոքր որպեսզի կպչուն լինի, եւ եթե հասկանամ անհրաժեշտություն կա ալյուրի կարող եք, օրինակ, քանի որ առողջ է, ցորենի ալյուր, եթե ունեք ցորենի ալյուր, կարող եք երկրորդ սորտի ցորենի ալյուրից օգտվել։ Եթե ոչ, ապա կարող եք հերկուլեսը փոշիացնել ալյուր պատրաստել, այնուհետև ավելացնել։ Եթե ոչ, բրնձի ալյուր, այսինքն ամեն ինչ արվում է, որպեսզի մեր առողջ մարմնում առողջ սնունդ լինի։ Հասկացանք, Մարանիկի կողմից առաջարկված ոսպերը երեկվանից թրջված են, իսկ այս պահին ամբողջ տեսականին, իդեպ համեմունքներից եմ օգտվելու նաև ձեր էկրաններին կլինի։ Ես էլ սիրով ներկայացնեմ եւ սիրով իհարկե պատրաստելու եմ։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություն
հաջողություններով համալրելու առաքելությանը սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն։ Մարանիկ ապրանքանիշ կատարելության ճանապարհին կարևորում է ամեն մանրուք, բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը, որակի խիստ վերահսկողություն, արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի, հիմքին հաճելի յուրահատուկ համերով, ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ, ընտրյալ հատիկ, համի գաղտնիք Մարանիկ։ Իդեպ, քանի որ գիշերը թրջել էինք, ես ասեմ, որ թողնում եմ մի փոքր խաշվի աղցան եմ պատրաստելու նաև ոչ միայն վաֆլիներն են մեզ մոտ լինելուն է աղցանն էլ համեմունքներով ձեր տան անդամների քիմքին այն համեմունքը, որը համապատասխան է, կարող եք անել։ Գլխավոր համեմունքներից է դա սերը, բացի սիրուց կարող եք ավելացնել ռեհան չորացված, ցիտրոն չորացված կանաչներով, մի փոքր կիտրոնն եմ մզելու եւ վալա, պատրաստ է լինելու։ Ճիշտ պահն է, խոսքը փոխանցեմ իմ գործընկերներին, թող նրանք շարունակեն, դե ես արդեն աղմկեմ, որովհետև սա պետք է հարեմ, հյուս պատրաստեմ, հյուսով արդեն ավելացնեմ ձու եւ վաֆլի։ Խոսքը ձերն է, Լիլիթ, Ավետ, Ես կասեի, սա թե հարսանիքի սեղան է այսօր գցելու մեզ համար, ու դու նկատեցի, որ նա փաստորեն ստացվում է 24 ժամ Armenia TV-ում է, որովհետև գիշերը ձավարն է թրջել, դրել գիշերը ամբողջ ընթացքում հետևել ուշով աչքեր այսպես, առավոտյան շուտ է եկել, որպեսզի այդ ամեն ինչը պատրաստի։ Մի խոսքով, հետո էլ մնալու է, որպեսզի վաղվա համար ինչ-որ։ Սա թողարկի ես ուզում եմ ասել շնորհակալություն ես ինտուզիազմի համար ու այսօր այո, այդ ինտուզիազմը ինձ պակասում է։ Դե ինձ սիրելի հեռուստադիտողներ, այս պահին առաջարկում ենք դիտել գովազդ, այնուհետև շարունակել արդեն հյուրասրահը։ Սիրելի հեռուստադիտողներ, բարի լույս եւս մեկ անգամ։ Այո, սա շատ կարևոր թեմա ենք քննարկել։ Այո, ինչ կարևոր է, չէ՞, դու գնում ես, օրինակ, պտտվում ես, աշխարհ ես տեսնում, թեթևացած, հանգիստ, արդեն հոգեբանորեն ավելի խաղաղ վերադառնում ես, այո։ Բայց մենք ուզում ենք ասել, որ կան մարդիկ, ովքեր որ դեռ օրինակ չունեն այդ հնարավորությունը կամ դեռ չեն կարողանում պլանավորել օրինակ ինչպես ես, ու նրանց պետք է հոգեբանական որոշակի աջակցություն։ Եվ ուզում եմ ասել, որ Your Choice ձեր ընտրությունը հոգեբանական կենտրոնը առաջարկում է հոգեբանական բազմապրոֆիլ ծառայություններ, կարևորելով բարձրակարգ փորձառու հոգեբանների հասանելիությունը 24 ժամ, շաբաթը 7 օր ռեժիմով, ինչպես նաև առանձնակի կերպով պաշտպանվում է յուրաքանչյուր այցելուի գաղտնիությունն ու անանունությունը։ Հոգեբանական կենտրոնը հնարավորություն է տալիս ընտրել այն մասնագետին, ով իսկապես համապատասխանում է ձեր կարիքներին, լեզվին, մշակութային ծագմանը եւ այս ու մի շարք այլ կարևոր առանձնահատկությունների ու հնարավորությունների մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Այո, ովքեր արդեն տաղավարում են, իսկ ես սիրով ներկայացնում մեր հյուրերին, տաղավարում են Your Choice հոգեբանական կենտրոնի հիմնադիր տնօրեն Մարինա Սաֆարյանը, բարի առավոտ, եւ փոխտնօրեն Դիանա Սեդրակյանը։ Շատ ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել եւ շատ կարեւորագույն հարց ենք քննարկելու։ Ես ուզում եմ նախ ամենասկզբից գալ։ Ինչից դրդված որոշեցիք հիմնել հոգեբանական կենտրոն, որոնք էին այն հիմնական խնդիրները գլոբալ, որոնք դուք տեսաք ու ասեցիք, չէ, մենք պետք է վերջապես լուծումը տանք սրանց։ Հիմնական այդ հարցը ես եմ ստանում, շատ հաճախ եմ այդ հարցը լսում, ելնելով ընտանեկան խնդիրներից, այսինքն խնդիր չէ, տարիներ առաջ իմ ամուսինը քաղցկեղոն էր, ու մենք քաղցկեղ հայտնաբերեցինք ու իրան տվեցին ընդամենը 3 ամսվա հնարավորություն ապրելու։ Շատ ծանր հոգեկան վիճակում հայտնվեցինք ու 2.5 տարի անց կարողացանք պայքարենք, բայց չստացվեց ոչինչ, իմ ամուսինը մահացավ ու մենք շատ ծանր հոգեկան վիճակի մեջ էինք, ինքս էլ էի ահավոր հոգեկան ծանր վիճակի մեջ, նայում եմ երեխաներիս աչքերին ու հասկանում եմ, որ պետք է կարողանամ հաղթահարել այդ ամենը։ Այդ ժամանակ սկսեցի հետաքրքրվել հոգեբանությամբ, բավականին ծրագրեր էի նայում, ընթերցում էի ու որոշեցի որակավորում ստանամ։ Ինքս գնացի սովորեցի հոգեբանություն, ավարտեցի ու նաև Դիանան Սեդրակյանը, որը նաև իմ բարեկամուհին է, այդ ժամանակ սովորում էր ու ես իրեն խոսք էի տվել, ասել էի, եթե դու ավարտես կարմիր դիպլոմով քո մենք աշխատենք միասին։ Ու միանգամից դա եղավ նաև տրիգեր, որ միանգամից որոշեմ, որ հոգեբանական կենտրոն պետք է բացեմ։ Ու բավականին շատ շուտ ամեն ինչ ստացվեց, մեկ ամսվա մեջ որոշեցինք բացենք։
Ու սեպտեմբերի 5-ին Ալեքսանդր հոթելում եղավ մեր բացումը, բավականին շատ հաջողված բացում եղավ ու այդպես առաջացավ կենտրոնը։ Որպես փոխտնօրեն Ձիաննա, մենք գիտենք, որ կան շուկայում շատ բազմաթիվ հոգեբանական կենտրոններ, մարդիկ, ովքեր որ աջակցություն են տրամադրում, ինչով է տարբերվում Your Choice-ը, ինչ առավելություններ ունի ձեր ընկերությունը։ Շատ ճիշտ նշեցիք, կան բազմաթիվ հոգեբանական կենտրոններ, կան բազում որակյալ մասնագետներ, հոգեբաններ մեր երկրում, ինչը շատ գովելի է, ինչը խոսում է այն մասին, որ պրակտիկ հոգեբանությունը մեր երկրում գնալով ավելի ու ավելի զարգանում է, շատ ողջունելի է։ Մեր կենտրոնը ունի որոշ առանձնահատկություններ, որոնցով մենք տարբերվում ենք այլ կենտրոններից։ Դրանցից առաջին այն է, որ մենք հասանելի ենք 24/7 ռեժիմով։ Ինչ է դա իրենց ներկայացնում։ Ցանկացած մարդ, ով ունի առաջնային հոգեբանական աջակցության կարիք, կարող է օրվա ցանկացած ժամի մեզ դիմել, եւ մեր փորձառու մասնագետները պատրաստ են հասանելի են տրամադրելու այդ առաջնային հոգեբանական աջակցությունը։ Կարող ենք ասել, գործում է թեժ գծի սկզբունքով, որը շատ լայն կիրառում ունի Եվրոպայում եւ Ամերիկայում, ու մենք նաեւ այն փորձում ենք հասանելի դարձնել մեր ժողովրդի համար։ Հաջորդ մեր առանձնահատկությունը այն է, որ մենք հոգեբանական աջակցություն տրամադրում ենք ոչ միայն մեր հայրենակիցներին, ովքեր ապրում են այստեղ եւ Սփյուռքում, այլև այլազգի ժողովուրդներին։ Մենք դա անում ենք նորագույն տեխնոլոգիաների միջոցով, կարելի է այսպես ասել։ Մենք թերապիաների ժամանակ կիրառում ենք թարգմանող սարքեր, որոնք սինխրոն թարգմանություն են իրականացնում, թույլ են տալիս ցանկացած լեզվով իրականացնել թերապիաներ։ Նաև համագործակցում ենք թարգմանչական կազմակերպությունների հետ, անանունության սկզբունքը միանշանակ գաղտնի պահելով եւ կրկին թերապիայի ընթացքում միաժամանակ թարգմանությունը ապահովում ենք։ Նաև մեր առանձնահատկություններից է այն, որ մենք հնարավորություն ենք տալիս ստանալ թերապիա լիովին անանուն։ Մենք գիտակցում ենք, որ մեր ժողովրդի մեջ կան մարդիկ, ովքեր ունեն աջակցության կարիք հոգեբանական, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն ցանկանում, որ իրենց անձը բացահայտվի։ Մենք իրենց եւս տալիս ենք հնարավորություն ստանալ թերապիա առանց իրենց ինքնությունը բացահայտելու։ Իրականում մարքեթինգային տեսանկյունից բավականին հրաշալի մեթոդիկա ունենք, որովհետև կլինիկան հենց 24/7 ռեժիմով աշխատելու հնարավորությամբ տարբերվում է մյուս կլինիկաներից, շա իրականում շատ Ես մի կարևոր բան է։ եմ ուզում հարցնել, ճիշտ ասած, մի քանի հարցեր ունեմ, առաջինը հետեւյալն է. ինչպես է կարողանում մասնագետը, այսինքն ինչպես է ապահովում այդ 24/7 հասանելիությունը, ինչպես է մասնագետը կարողանում ապահովել 24/7 հասանելիություն։ Տեսեք, մենք կիրառում ենք հերթափոխային համակարգ, որպեսզի ողջ ծանրաբեռնվածությունը եւ պատասխանատվությունը չընկնի մեկ մասնագետի վրա, հա։ Որպես հետո այդ մասնագետը հոգեբանի կարիք չունենա։ Այո, այո։ Շատ ճիշտ է, շատ ճիշտ է։ Այո, կիրառում ենք Այո, դե իհարկե, ամեն դեպքում ինձ թվում է շատ հոգեբաններ ունեն հոգեբանի կարիք, որովհետև անկեղծ եմ ասում, պատկերացրեք լսել այդքան մարդու։ Արդեն վերաբերվում է նրան, որ հոգեբանը ինքը պետք է կարողանա այնպիսի դաշտ ստեղծի, որպեսզի ուրիշի հոգեկան իրավիճակը չվերցնի իր վրա։ Դա էլ է հետաքրքիր։ Կարևոր առանձնահատկություն է մասնագետի։ Եվ անանունությունը, այսինքն ինչպես է պահպանվում այդ անանունության ֆունկցիան, գաղափարը, որովհետև իրականում ճիշտ նշեցիք, որ մեր հասարակությունը մշակութային որևէ առանձնահատկություններից ելնելով չի սիրում հոգեբանի գնալ կամ սխալ կարծրացած ինչ-որ կարծրատիպեր կան։ Սկսվեց նրանից, որ ես ինքս շատ լավ ընկերներ ունեմ, բավական հայտնի ընկերներ ունեմ, բոլորն էլ ունեն այդ խնդիրը, բայց քանի որ իրանք հայտնի մարդիկ են, հանրային մարդիկ են ու չեն ուզում դիմել հոգեբանի, որովհետև դա իրենց խնդիրն է ու չեն ուզում, որպեսզի դա լինի հանրային։ Ոչ միայն այդ պատճառով, նաև կան երիտասարդներ, ովքեր որ զինծառայության կամ պատերազմից հետ են եկել, բավականին խնդիրներ ունեն, բայց մեր մենտալիտետը հայկական չի թույլատրում, որպեսզի ինչ-որ մեկը բարձրաձայնի իր խնդիրի մասին, որովհետև դա այսպես ասած տղային համալիր չի, այսպես ասած։ Նաև կան ուրիշ ինտիմ օրինակ հարաբերությունների խնդիրներ կան ընտանեկան բռնություն գոյություն ունի, որի մասին նաև չեն ուզում բարձրաձայնել։ Դրա համար մտածելով եւ տեսնելով այդ ամենը մենք որոշեցինք, որ այսինքն գաղափար ծնվեց, այսպես ասած, որպեսզի մենք անոնիմ հոգեբանական
ծառայություն կարողանանք մատուցենք։ Հրաշալի, այստեղ 1000 ներողություն ընդհատեցի ձեզ, բայց ուզում եմ հասկանալ տարիքային որևէ սահմանափակում ունի, չկա։ Այ դե ուրեմն իմ հարցը կարծում եմ հաջորդը հենց դրա մասին է։ Մենք խոսեցինք հոգեբանական տարբեր խնդիրների մասին, այ հիմա այս պահին մեծահասակները կամ երեխաները ինչ խնդիրներով են հիմնականում դիմում, որոնք են այն հիմնական խնդիրները կիսապետում։ Մեծահասակներ դեռ չունենք այդպեսին, ինչպես մեծահասակ դուք նկատի ունեք երևի 70-ից անց ինձ թվում է չափահաս ունենք, ունեն ընտանեկան խնդիրներ, շատ կան խնդիրներով մարդիկ դիմող։ Ավելի շատ եմ առնչվում հենց մեր թերապևտների հետ շատ առնչվում եմ, կարող եմ ընդհանուր որպես այդպեսին մի քանի խնդիր առանձնացնել, որով ավելի հաճախ են մեզ դիմում։ Մեծահասակների դեպքում շատ հաճախացել են հայցերը ամուսնական հարաբերությունների հետ կապված, այսինքն դա ենթադրում է երկարաժամկետ, ստաբիլ եւ կայուն հարաբերություններ կառուցել, պահպանելը, որի հիմքում ընկած է պատասխանատվության զգացումը, իսկ պատասխանատվությունը շատ հաճախ մարդկանց վախեցնում է մեր օրերում։ Իսկ մեր հոգեբանական կենտրոնը ես ի սկզբանե ասել եմ, որ մենք պետք է փորձենք, որպեսզի մենք ընտանեկան հարաբերությունները պահպանենք, այլ ոչ թե միանգամից լուծում գտնենք, որ օքեյ, դուք համապատասխան չեք, պետք է բաժանվեք։ Չէ, փորձել խոսել, խոսելու միջոցով ընտանիքը պահպանել, որովհետև ընտանեկան ինստիտուտը հիմա ցավոք սրտի կոտրվել է։ Դուք զույգային թերապիաներ եք ունենում։ Այո, զույգային ընտանեկան երեխաների հետ ենք աշխատում։ Նաև մենք ներողություն տեղյակ ենք, որ դեկտեմբերի 13-ին դուք միջոցառում եք կազմակերպել։ Ես կուզեմ մի փոքր ավելի մանրամասն խոսենք, ինչ միջոցառում է, ինչ է մեզ բոլորիս սպասում։ Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ երբ որ դու բիզնես ես ստեղծում, դա առանձնակի բերում է դժվարություններ։ Ու երբ որ նամանավան դու ուրիշ երկրից ես գալի ու ուզում ես ինչ-որ քո երկրում բիզնես ստեղծես, դու առնչվում ես որոշ խնդիրների հետ։ Ու բավականին ամենամեծ խնդիրը դա լինում է գովազդը։ Որպեսզի դու գովազդես քո բիզնեսը, տարբեր հարթակներ կան, բայց դու չես իմանում որտեղ դիմես, ինչպես դիմես եւ այլն եւ այլն։ Ու ես ճիշտն ասած մասնակցեցի մի շարք բիզնես էվենտների, որոշ բաներ ինձ իհարկե դուր եկավ, որոշ չէ, բայց կային պահեր, որ ես մտածում էի, օքեյ, ես եկել եմ այստեղ, որպեսզի ընկերներ ձեռք բերեմ եւ նոր network ստեղծեմ, այսպես ասած, բայց ինչ որ միտեղ դա թույլ էր այդ պահը։ Ու քանի որ բավականին փորձ ունեմ Եվրոպայում, որոշեցի, որ եվրոպական ստանդարտներով կազմակերպենք այդ էվենտը, ու այդ էվենտը այն էվենտն է, որտեղ թույլ է տալի մարդկանց այդ պլատֆորմայի վրա միանգամից իրենք ներկայացնեն եւ իրենց բիզնեսը, կարողանան արտահայտվեն եւ նաեւ կապեր ստեղծեն։ Բայց քանի որ մեր հայ ժողովուրդը նաեւ սիրում է ուրախանալ, դրա հետ մեկտեղ մենք որոշեցինք, ինչպես ռուսն է ասում, полезное с приятным, այսպես ասած, ու որոշեցինք, որ էվենտը պետք է կազմակերպվի այն process-ով, որ ի սկզբանե կարող են բոլորը գալ մեր էվենտի, ծանոթանալ իրար հետ, հետո մենք ունենք լանչ, դրանից հետո մենք ունենք տրեյնինգ, որը communication and network training-ը, որի ընթացքում ինտերակտիվ, շատ ինտերակտիվ կարող են իրանք իրար հետ ծանոթանալ եւ ներկայացնել իրենց սերվիսը կամ պրոդուկտը տեխնիկայի հիման վրա, այդպես։ Հետո ունենք after party-ը։ Ես առաջարկում դիտել տեսանյութ, որտեղ մենք ունենք տեսանյութ, առաջարկում եմ դիտել ու շարունակել մեր հետաքրքիր զրույցը։ Դուք ունեք սեփական բիզնես եւ բնականաբար ունեք գովազդի խնդիր։ Դեկտեմբերի 13-ին Ոսկեվազի գինու գործարանի տարածքում տեղի կունենա տարվա ամենաոգեշնչող բիզնես միջոցառումը։ Այդ օրը դուք կմասնակցեք տրեյնինգի, հնարավորություն կունենաք ներկայացնելու ձեր բիզնեսը եւ կստեղծեք նոր կապեր։ Տրեյնինգը վարելու է Մարինան Սաֆարյան Նիդերլանդներից, ես փորձելու եմ իրեն օգնել։ Իհարկե, շրջայց Ոսկեվազի գինու գործարանով, լավ որակով երաժշտություն, համեղ ուտելիք, սոված չեք մնալու եւ DJ։ Պաստորեն ամեն ինչ ապահովել եք, որպեսզի ամեն հնարավոր կոմպոնենտները կան եւ ինչպես Լիլիթ նշեց, ուրախություն վերջում։ Մի փոքր նաեւ, քանի որ Ելենան Բորիսենկո մեզ մանրամասն ներկայացրեց, ես ուզում եմ մենք հետ վերադառնանք դեպի հոգեբանական մասին, այսօր մեր հասարակությունը ինչ խնդիրներ ունի, որոնք են այն հիմնական
հիմնական գերակշռող հոգեբանական խնդիրները, որոնք որ կան։ Իմ օբսերվացիայից այսպես ասած նայելուց հետո, քանի որ շատ հաճախ եմ գալի ու գնում Երևան, կարող եմ ասել, որ մեր ընդհանուր առմամբ մեր ժողովուրդը հիմա շատ ծանր հոգեկան վիճակի մեջ է գտնվում, քանի որ մենք պատերազմ տեսանք, գաղթ տեսանք, նոր գաղթ տեսանք, ու նաև դե զինվորների պահով մենք լիքը խնդիրներ ունենք, այսպես ասած, ու ինձ թվում է այդ հոգեկան վիճակը բոլորը միգուցե չեն ուզում արտահայտվեն, որ իրանք իսկապես այդ հոգեկան ծանր իրավիճակում են գտնվում, բայց եթե ինչ որ մեկ ընտանիքում հիվանդ է, հոգեկան վիճակը այդ ստաբիլ չէ, այդ ժամանակ ամբողջ ընտանիքն է հիվանդ։ Իհարկե։ Այդտենց։ Նույնն էլ վերաբերվում է ժողովրդին։ Եթե մի քանի մարդ, ասենք, տոկոսային հարաբերությունով հիվանդ է, ամբողջ ժողովուրդն է հիվանդանում այդ ժամանակ։ Այո։ Այդտենց։ Դիանա, ես ձեզ մի հարց ունեմ, որպես հոգեբան, դուք գործող հոգեբան եք կլինիկայում, աշխատում եք նաև։ Քանի որ 9-1-1-ի կոնցեպտով է աշխատում ձեր ծառայությունը 24/7, ինձ հետաքրքիր է, հստակ որևէ դեպքեր կհիշեք, որից հետո մարդիկ չեն այցելել, այսինքն իրանք եկել են հստակ խնդրով, որը շատ հրատապ է ու մենք բոլորս գիտենք, որ մեկ սեանսով ոչ մի հոգեբանական խնդիր չի լուծվում։ Դուք առաջարկել եք իրեն գալ, դա չի ստացվել։ Օրինակ, այս դեպքում որպես հոգեբան ինչպես եք պայքարում հենց այդ խնդրի դեմ, որ հստակ տեսնում եք մարդը խնդիր ունի, բայց չի կարողանում շարունակել, չի գալիս, այս հարցը հետաքրքիր։ Տեսեք, ցավոք սրտի մարդը չի կարող ընդունել հոգեբանական աջակցություն, եթե դրան պատրաստ չէ, եթե չկա ներքին այդ պատրաստակամությունը ու ցանկությունը։ Այստեղ հոգեբանի գործոնը մի քիչ երկրորդային է դառնում, քանի որ առաջնային մարդու ցանկությունն է լուծել այդ խնդիրը։ Միգուցե ինչ-ինչ պատճառներով, ներքին ինչ-որ պատնեշների պատճառով մարդիկ հասկանում են, որ այս պահին այդ խնդրին չեն ուզում ձեռք տալ։ Նման դեպքեր շատ հաճախ են լինում, բայց մեր զանգերի միջոցով այդ առաջնային հոգեբանական աջակցությունը մենք կարողանում ենք ապահովել, օրինակ եթե մարդ այս պահին ուզում է ինչ-որ այդ տագնապալի վիճակից կամ անհանգիստ վիճակից դուրս գալ, մենք այդ բազային առաջնային աջակցությունը ունակ ենք ցուցաբերել բոլորին։ Իսկ ինչպես պիտի պայքարել, որ շարունակական լինի, բացի բազայինից, այսինքն մարդկանց ինչպես պիտի դրդել, որ շարունակեն հոգեբանական սեանսների գալ ու լուծել վերջնական խնդիրը։ Կարող եմ ես պատասխանել, ցավոք սրտի մեր մոտ, մեր հայկական իրականության մեջ մենք դեռ այդ կուլտուրան չունենք դիմել հոգեբանին։ Դրա վրա դեռ աշխատել է պետք։ Դեռ պետք է ժողովուրդը գա դրան, որ դա նորմալ է, դա հասանելի է, դա պետք է։ Դա շատ կարևորագույն հարցերից մեկն է, որ մենք պետք է աշխատենք, որպեսզի այդ կուլտուրան զարգանա։ Գիտեք, ընդհանրապես այսպեսի բան կա պրակտիկայում, երբ որ մարդիկ օգտվում են որևէ պրոդուկտից, պրոդուկտ այս դեպքում դիտարկենք որպես հոգեբանական աջակցությունը, եւ ինչ որ իմաստով տուժվում են վատ փորձ ունենալու արդյունքում։ Երկրորդ անգամ ինչ որ նոր բան փորձելուց վախենում են մարդիկ։ Ցանկացած պարագայում, լինի դա նոր մեքենա գնելուց սկսած, թե հոգեբանական աջակցություն, այսինքն մարդկային ամենապարզ ռեֆլեքսն է սա։ Ու այս պարագայում մեր երկրում ես չեմ վախենա ասել ու թող սա շատ անպագորգոր չընչի, բայց կան այո մարդիկ, ովքեր որ չունեն որևիցե որակավորում, չունեն որևիցե տեսակ կրթություն, բայց նրանք համենայն դեպս այդ TikTok-յան եւ Instagram-յան հարթակներում զբաղվում են շատ լուրջ հոգեբանական աջակցությամբ։ Ես գիտեմ, որ հստակ ունեն հոգեբանական կրթություն, բայց կոնֆիդենցիալությունը չի պահպանում։ Այո, ես եւս լսել եմ նման դեպքեր, ու կարևոր է հենց ձեր պարագայում, your choice-ի պարագայում այն, որ 100%-անոց գաղտնիությունը ապահովում է, անանունությունը ապահովում է եւ նաեւ ապահովում է այդ 24/7 հոգեբանը, ինչպես Լիլիթը նշեց, այո, շտապ օգնություն կարելի է ասել, այո, մտային, մտավոր շտապ օգնություն։ Տիկին Սաֆարյան, ինչ խորհուրդ կտակ են մարդկանց, որպես այս ամենով արդեն երկար տարիներ զբաղված մարդ ու նաև նշեցիք զրույցի ամենասկզբում այս ամենով անցած մարդ, խնդրի միջով անցած մարդ, ինչ խորհուրդ կտակ մարդկանց։ Մենք օրինակ, երբ որ խնդիր ենք ունենում, մենք մտածում ենք, օքեյ, գնանք հարևանուհու մոտ, գնանք բարեկամի մոտ, մեր խնդիրի մասին խոսանք, թեթևանանք, բայց դա խնդրի լուծումը չէ։ Դու կարող ես գնաս իրեն մոտ, ինքը մաքսիմում ինչ կարող է նա անել, կարող է քեզ լսել եւ ինչ որ մի խորհուրդ տալ, բայց միշտ չէ, որ այդ խորհուրդը ճիշտ է, որովհետեւ քո հոգեկան խնդիրները ինքը չի կարող լուծի։ Դու միևնույնն է գնում ես քո խնդիրով հետ տուն։ Իսկ հոգեբանը կարող է այդ խնդիրը լուծել։ Բացի դրանից հոգեբանի եւ ձեր մեջ մնում է գաղտնի այդ ամենը։
Իսկ երբ որ դու դա արցնում ես դա հանրային, դու դեռ այդ չունես այդ 100%-անոց վստահությունը, որը դա կմնա ձեր մեջ, այսպես ասած, դա ավելի նոր խնդիրներ ձեզ համար չի առաջացնի։ Մի բան ասեմ, բայց ոչ մեկին չասես, սկզբունքում Այդ բանով, իհարկե այդ բանով, բոլորս դրան առնչվել ենք իհարկե։ Իսկ դրա համար ես գտնում եմ, որ հոգեբանին դիմելը ավելի լավ է։ Նաև դուք խոսեցիք գաղտնիության պահով։ Երբ որ ես բացում էի մեր հոգեբանական կենտրոնը, ամենաառաջինը, ինչ որ ես արել եմ, դա ես խորհրդակցություն եմ արել յուրիստների հետ։ Մենք նստել ենք իրավաբանական կենտրոնի հետ, մենք աշխատել ենք, մենք ստեղծել ենք կոնտրակտներ, մենք խոսացել ենք ամեն ինչի մասին, մենք ստեղծել ենք այդ գաղտնապահության կոնտրակտները, որպեսզի պետքա գրանցվի ոչ միայն հոգեբանի եւ այցելու մեջ, այլ նաեւ մենք աշխատում ենք նաեւ թարգմանչական բյուրոների հետ։ Թարգմանչական բյուրոն անձի այդ անունը չի իմանում, գաղտնիությունը պահպանվում է, բայց միևնույն է, մենք ստորագրել ենք տալի, որ դուք պետք է չբացահայտեք այդ ամենը։ Այո։ Մեզ միայն մնում է ձեզ շնորհակալություն հայտնել այսպեսի իրոք բազմածավալ աշխատանքի համար, որովհետև սա ես չեմ վախենում ասել, այո, շատ կարևոր քայլ է, ազգանվեր քայլ է, որովհետև մշակութային գիծ մտցնելու, մշակութային գիծ փոխելու, կուլտուրա փոխելու առումով։ Մի փոքր բան էլ ավելացնեմ, բացի դրանից, որ իհարկե մենք կոմերցիոն ինչ որ հիմնարկություն ենք, բայց նաև մենք աշխատում ենք սոցիալական պրոգրամաների վրա, ես բավականին մեծ կապեր ունեմ որոշ հասարակության կազմակերպությունների հետ եւ մենք նաև աջակցում ենք այն ընտանիքներին, ովքեր հնարավորություն չունեն վճարման եւ մենք իմ հոգեբանները ամսական, քանի հոգեբան ունեմ, ամսական այդ թվով վերցնում են նաև ձրի ծառայություններ ու ձրի ծառայություններ են մատուցում այդ մարդկանց, ովքեր որ դրան հնարավորություն չունեն։ Շատ շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար, ձեզ լավ ընթացք ենք մաղթում ու շատ առողջ պացիենտներ, ինչպես ասում են։ Շարունակենք սիրելի հեռուստադիտողներ, այո, դիմեք հոգեբանի եւ եղեք առողջ։ Իսկ այս պահին առաջարկում ենք դիտել Դիտողներ, բարի լույս, եւ ես պիտի ասեմ, որ ավետը որոշեց, որ պիտի օգտվի հոգեբանական ծառայություններից։ Լիլիթը ինձ ուղղորդեց, այո, ես կօգտվեմ անպայման։ Ես էլ քեզ առաջարկում եմ միշտ համեղ սնվես ու առողջ սնվես։ Իսկ ես ընդունում եմ այդ։ Այո, ընդունիր եւ գիտես, որպես այդ գործի վարպետ կամ մի անձնավորություն, ով միշտ առաջարկում է շատ հետաքրքիր բաղադրատոմսեր ու իր առաջարկած յուրաքանչյուր շատ լավ ճանաչում ենք իրեն։ Այո, եւ մեր սաթենիկի առաջարկած յուրաքանչյուր բաղադրատոմսը էլ ավելի համեղ են դարձնում անփոխարինելի մառանիկի համեմունքները։ Հավատարիմ մնալով մարդու կյանքը վառ զգացողություններով համալրելու առաքելությանը, սպառողներին ենք ներկայացնում համի իսկական հրավառություն մառանիկ ապրանքանիշը։ Կատարելության ճանապարհին կարևորվում է ամեն մանրուք բաղադրիչների ընտրությունից մինչև արտադրական գործընթացը եւ որակի խիստ վերահսկում։ Արդյունքում ստեղծվում է արտադրանք, որը լի է անկրկնելի եւ քիմքին հաճելի յուրահատուկ համերով։ Ոչ միայն արտադրանք, այլ պատմություն, ոչ միայն համ, այլ մշակույթ։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, մառանիկ։ Իսկ հիմա այսպես ծիվ ես առաջարկում եմ մենք գովազդները այսպես կարդանք ու հիմա առաջարկում եմ տեղափոխվել ուր։ Խոհանոց։ Սլաս մտածեցի ասես Նեապոլ։ Լավ, տեղափոխվենք Խոհանոց, այո, տեսնենք թե ինչ է կատարվում Խոհանոցում, ինչ հետաքրքիր։ Մանրամասներ մեզ կներկայացնի մեր գեղեցկուհի գործընկերուհին Սաթ, ալո։ Այո։ Ով է։ Լսում եմ ձեզ, բարի լույս այն հեռուստադիտողներին, ովքեր միացան հենց նոր, այո, այսօրվա Խոհանոցը ներողություն եմ խնդրում, շատ աղմկոտ է, ինչի որովհետև մի քանի համեղ ուտեստներ եմ առաջարկում հավատարիմ հեռուստադիտողներին եւ իհարկե մեր սիրելի բարի լույսյան տան անդամներին։ Ասեմ բարի լույս, ովքեր հենց նոր միացան, 3 Ուրեմն, եթերից հետո թրջել եմ ես մառանիկի կողմից առաջարկված կարմիր ոսպը եւ դասական ոսպը, ստացել եմ այսպիսի արտաքին տեսք, այնուհետև հյուս եմ պատրաստել, համեմունքներով համեմել եմ, հյուսը այսպիսի արտաքին տեսք ունի։ Հիմա ես կվերցնեմ ափսե հյուսը, որը պատրաստված է, վաֆլի մեջ տեղավորված է, հիմա մենք միասին բաց կանենք եւ կվերցնենք։ Կան մարդիկ, ովքեր օրինակ հացից հրաժարվել են, չեն կարողանում, ասում են առանց հացի չեն կարողանում ուտել։
ոչ մի բան, այս տարբերակը ամենաճիշտն է, կարող եք վրան պանիր դնել, կարող եք օրինակ ես առանձնացրել եմ հենց այս պահի դրությամբ ձեզ համար հավատարիմ հեռուստադիտողներ, օրինակ, pesto տեսակի սոուս, որը կարող եք վրան քսել, պարզապես կարող եք ջեմ քսել վրան, պանիր դնել, լոլիկ դնել, ինչ ուզում եք կարող եք պատրաստել։ Բարձրացնում է էներգիան երկաթի շնորհիվ, օգնում է մարծողությանը, բարձր մանրաթելերի պատճառով, հագեցնում է երկար ժամանակ։ Իհարկե, ինչը հարմար է առողջ սննդակարգի համար, բուսական սպիտակուցների հիանալի աղբյուր է, հատկապես կարմիր ոսպը։ Բույրի մասին չեմ խոսում, ամբողջ տաղավարով մեկ ամբողջությամբ տարված է։ Հենց այս պահին իմ սիրելի հեռուստադիտողներ, իմ սառնարանում կար այն ինչ որ դրեցի, դուք կարող եք լոլիկ ավելացնել, կարող եք բանջարեղեն ցանկացած օրինակ կտրատած, հիմա սա էլ կավելացնեմ, կդնենք մենք միասին, կարող եք օրինակ ցանկացած կանաչի։ Ունենք այստեղ կխնդրեմ մի քիչ հեռու օպերատորը լինի, որտեղ բարձրացնելու եմ եւ ամբողջ այս տժտժոցը մենք ունենք այստեղ շաքար, այսինքն մեղր, ամենավերջում եմ ավելացրել, հենց նոր այս կարամելիզացված արտաքինը որ կա, բույրը որ կա, չի վառվել, դա մեղրի շնորհիվ է, շատ համեղ է ստացվել, ես հացրացնում եմ, վրացնում եմ աղմկել եմ, այս սա է պատճառը, որ ես ընթացքում պատրաստել եմ, պատատելուց աղմկել եմ, շատ արագ պատրաստվեց, դուք էլ կարող եք համեմել, կա կիտրոն, կա մեղր, կա մանանեղ, համեմունքներ, ձիթայուղ և փակմուր։ Ինձ շատ աղմուկ է հանում, ես էլ եմ խոհանոցում աղմկոտ, բայց ինձ շատ է հանում, մի խոսքով կարող եք պատրաստել, ասեմ, եթե ժամանակ չունեք, համեմել, ադրամիսը չունեք, ասեմ, որ հավատարիմ գործընկեր ունենք, աթենքը, որը մեզ առաջարկում է նագեցներ, որը 4-ից 6 րոպեների ընթացքում պատրաստվում է, ժամանակ գրեթե խոհանոցում չեք ծախսում։ Աթենքի տեսականին ձեր էկրաններին է, ես էլ սիրով ներկայացնեմ։ Մսամթերքի շուկայում բացարձակ առաջատար Աթենք ընկերությունը 1 տասնամյակից ավել է ինչ առաջատար է նաև Հայաստանում։ Կիսաֆաբրիկատների ամենալայն արտադրության ոլորտում։ Սա նշանակում է, որ Աթենքը ստեղծում է առավել լայն ընտրության հնարավորություն։ Աթենքի բոլոր անդամների համար, ովքեր ունեն տարբեր նախասիրություններ։ Վերջերս շուկայում է հայտնվել նաև Աթենքի հավի նագետների բազմազան տեսականին, եւ այն միանգամից սիրվել է սպառողների կողմից։ Ընդգծենք, որ Աթենքի հավի նագետները պատրաստվում են բացառապես հավի կրծքամսից։ Հավի նագետների յուրաքանչյուր տուփ պարունակում է մինչև 47.6 գրամ սպիտակուց, ինչը նշանակում է, որ այն ունի սննդային բարձր արժեք, հարմար սնունդ է սպորտով զբաղվողների, պարզապես իրենց սննդակարգին հետևող ընտանիքների համար, տարբեր համային նախապատվություններ ունեցող մարդկանց համար։ Աթենք առաջարկում է հավի նագետների տարբեր համային տեսականի, դասական, պաններով, կծու, խրթխրթան, խոզապուխտով, ինչպես նաև ունի հավի ձողիկներ։ Դասական տարբերակը յուրաքանչյուր նագետ փափուկ է, նուրբ է, իսկ արտաքին շերտը պատված է խրթխրթան պաքսիմատով։ Դե իսկ Աթենքի հավի նագետները պատրաստում, ինչպես նշեցի, տևում է 4-ից 6 րոպե։ Աթենքի հավի նագետները կարելի է դարձնել եւ հիմնական ուտեստ, եւ օրինակ կինոդիտման կամ ընկերական հանդիպումների անբաժան խորտիկ, քանի որ այն հեշտ է պատրաստվում։ Ընկերական հանդիպումները դարձնում են այլ ավելի ժամանցային։ Հավատարիմ հեռուստադիտողներին ցույց տամ, թե ես ինչպես եմ վաֆլին պատրաստել։ Այստեղ ես ունեմ վրձին, ուր եմ դրել, իմ վրձինը, լավ, նորը կվերցնեմ, վրձինով փափկացնում եմ, որ ես ձիթայուղ մեջը չեմ ավելացրել, վրձինով այսպես 4 տապակները անցկացնում եմ, այնուհետև կես գթալ, կես ճաշի գթալ, որպեսզի շատ չլինի, հանկարծ չկպնի, ամբողջությամբ կարողանա եփվել, զգուշորեն այստեղ եմ դնում, գթալը կողքիս է, մեկ գթալ լցնում եմ, իհարկե ինքը որ փակում է, ստափակում է, բայց լցնելուց ես ամեն դեպքում այսպես օգնում եմ սարքին, որպեսզի հավասարաչափ եփվի։ 4-ից 6 րոպե է հարկավոր, նայած ձեր ուժգնությամբ, որքան է թողնում։ Սա այսպես, որ ասում եմ շատ բան եմ պատրաստել, դրա մասին եմ խոսում, համեմել եմ ցիտրոն, ռեհան եւ մի փոքր կիտրոն եմ ավելացրել եւ ձիթայուղ կա։ Իհարկե մառանիկի կողմից առաջարկված, լավ խառնելու եմ, գիշերը հիշում եք, չէ, որ ես թրջել եմ, եկել եմ մի հատ խաշել եմ, սպիտակուցների աղբյուր է, կարող եք իսկապես հագեցվածությունը շատ երկար է պահելու, դուք կարող եք ձեզ հետ լանչ բոքսի մեջ լցնել նման աղցանը պատրաստել եւ այն, որ պիտի դրսում ֆաստ ֆուդ ուտեք,
այս է ճիշտ որոշում է, հատկապես վաֆլի տարբերակը։ Այնպես որ կարող եք վաֆլի տարբերակ ասացի, հիշեցի, կարող եք ռուկոլայով այսպես զարդարել, լոլիկը դնել, վալա։ Եվ պատրաստ է համեղ առողջարար նախաճաշ։ Եկեք խոսենք նաև քաղցրության մասին։ Այո, որքան էլ որ մենք առողջ ենք սնվում, բայց մեր սիրտը մեկ-մեկ քաղցր է ուզում։ Ուզում ենք խախտենք այն գեղեցիկ, հա, ասում եմ քաղցր ուտում ես, գիրանում ես, կազմվածքը, որը պահպանում ենք, բայց ամեն ինչ չափի մեջ։ Իսկ մեր գործընկերը Ժակոն առաջարկում է քաղցրություն ձեր էկրաններին է։ Սիրով ցանկանում եմ ներկայացնել մեր նոր գործընկերոջը Ժակո հրուշակեղենի գործարանը, որը ներկայացնում է քաղցրավենիքի նրբահամ կոնֆետների լայն տեսականի, խրթխրթան թխվածքաբլիթներից մինչև հատնտի շոկոլադների բազմազան տեսականի, բացառապես անարատ հումք, թարմ բաղադրիչներ, ժամանակակից տեխնոլոգիաներ, ամեն կոնֆետ հիշեցնում է փոքրիկ պատմություն։ Ցանկանում ենք առանձնացնել արևադարձային աշխարհը հիշեցնող կոկոսի նուրբ համով շոկոլադապատ կոկո ջամբոն, իրական էներգիայի աղբյուր Drive Vkusa, գետանուշի փափուկ, կարամելի շոկոլադի իդեալական համադրությամբ բոլորի սիրելի կվեստը, նուգա կարամել, շոկոլադե գլազուր, քաղցրություն, որը պարգևում է էներգիա, լավ տրամադրություն։ Ընտրեք ձեր սիրելի համը, վայելեք ամեն պահը։ Վստահ եմ տնային տնտեսուհիների հոգսը այսօր կարողացա ես կիսել, առաջարկել 3 տարբեր համեղ կերակուրներ, աղցան, որը սննդային բարձր արժեք ունի, սպիտակուցներով հարուստ է, այստեղ նույն տարբերակով վաֆլի, որը կարող եք ավելացնել ձեր ցանկացած բանջարեղենի հետ եւ վայելել, եւ իհարկե խրթխրթան հավի ադրամիսը, որը արդեն իսկ պատրաստ է, որպեսզի ես տեղափոխեմ մատուցման ափսեի մեջ։ Ինձ թվում է ամեն ինչ պատրաստ է, ինչպես նշեցի 4-ից 6 րոպե, հարկավոր մի հատ բացանենք, տեսնենք դեռ պատրաստ է ոչ։ Ոչ։ Մի շուտ բացարեցի, արտաքին տեսքը այսպիսին է։ Ես կհասկանամ, թե ինչ եմ անում։ Դուք էլ որոշումը կայացրեցիք, ինչ եք այսօր պատրաստելու։ Ճիշտ պահն է խոսքը տեղափոխել ավետի Լիլիթին, որպեսզի նրանք շարունակեն, ես էլ պատրաստել եմ այսպես մատուցման համար։ Աղցանը մեկը այստեղ կլցնեմ, մյուսը այստեղ կլցնեմ եւ շուռ կտամ։ Իսկ ռուկոլան, որը իմ ձեռքի տակ է, պետք է զարդարեմ ռուկոլայով։ Խոսքը դերն է, համեցեք, շարունակեք։ Շնորհակալ ենք, շատ սատ։ Անհամբեր ենք շատ։ Այո, անհամբեր ենք։ Ես գիտես այս բույրերից զգում եմ, որ նաև հավ է լինելու, ես շատ եմ սիրում հավի միից, միջոցից ասեմ, որ շատ օգտակար է ու կարևոր, բայց կարևոր է նաև ճիշտ ընտրված հավը, իսկ ճիշտ հավ ընտրելու համար պետք է ընտրել հենց Զանգեզուրի թռչնաֆաբրիկան, որը ներկայացնում է անարատ եւ բարձրորակ մսամթերք պատրաստված բնական պայմաններում, սիրով ու պատասխանատվությամբ։ Եվ ահա Զանգեզուրի մաքրությունն արդեն Երևանում է։ Անարատ եւ բարձրորակ թռչնամից սիրով պատրաստված Սյունիքի լեռներում։ Հավ, բդիկ, թևիկ, քարաճիկ, սիրտ եւ այլ տեսականի Զանգեզուր թռչնաֆաբրիկայի նոր մասնագիտացված խանութում Պարույր Սևակ 92/6 հասցեում։ Այժմ արդեն նոր ռեբրենդավորված փաթեթավորմամբ։ Առաքումն ամբողջ Երևանում անվճար է։ Զանգահարեք 041 01 01 42 հեռախոսահամարով։ Զանգեզուր թռչնաֆաբրիկա, մաքրություն, որը դառնում է վստահություն։ Սիրելի հեռուստադիտողներ, այսօր իրոք շատ կարևոր թեմաներ ենք քննարկում, հոգեբանությունից հասել ենք մինչև դասական երաժշտություն։ Եվ նաև նախնական զրույցում մեր հյուրերի հետ մենք խոսեցինք, տեսակ ինչ կարևոր է մանկական տարիքում, երբ հոգեբանական ճնշում չկա, դու ինքդ սիրով ընտրում ես այդ երաժշտության ուղին։ Եվ երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամը հիմնադրվել է 2019 թվականին Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ եւ այն լուսավոր գաղափարով ու համոզմունքով, որ հայ տաղանդավոր երեխաները պետք է բացահայտեն իրենց եւ հասցնել դեպի մեծ բարձրունքների։ Հենց այս առաքելությամբ էլ հիմնադրամն առաջ է շարժվում եւ արդեն իսկ ունեն կարևոր ձեռքբերումներ, որոնցից մեկն էլ վերջերս Միացյալ Նահանգներում ունեցած համերգն է։ Հիմնադրամի կարևոր գործունեություն, ինչպես նաեւ այս համերգի մասին կզրուցենք մեր հյուրերի հետ։ Ես սիրով ներկայացնեմ մեր հյուրերին, ովքեր տաղավարում են։ Տաղավարում են երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամի տնօրեն Աննա Տեր-Հովակիմյանը։ Բարի լույս։ Եվ ծնվել եմ Արցախում ծրագրի մասնակից Էդվարդ Սարգսյանը։ Ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել։ Շատ ուրախ ենք, այո, շնորհավորում ենք ներկայացված համերգի եւ առասարակ այս գաղափարը կյանքի կոչելու իրականացնելու համար ու կխնդրենք համառոտ ներկայացնեիք երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամի գործունեության առանցքային կետերը։
Այո, ինչպես արդեն նշեցիք, 2019 թվականին Սերգեյ Սմբատյանը ստեղծեց այս հիմնադրամը, նվագախումբը ինքը շատ ավելի աղոց էր ստեղծել։ Այո, բայց այդ նվագախմբի ընթացքի տարիներին միշտ ասում էր նրա մասին, որ պետք է երեխաների վրա ուշադրություն դարձնենք եւ զբաղվենք իրենց կրթությունով։ 2019 թվականին այդ որոշումը ոնց որ վերջնական արդեն դարձավ իրականություն եւ հիմնադրամը այս 6 տարիների ընթացքում անցավ բավականին լուրջ ճանապարհ, նաև իր կառուցվածքի առումով եւ այսօր մենք ունենք հստակ 7 ուղղություն, որով որ մեր երեխաները, մեր կրթաթոշակառուները անցնում են իրենց կրթական ուղին հիմնադրամի ներքո, դա վարպետության դասերն են, օտար լեզվի դասընթացներն են, թանգարանների եւ համերգների այցելություններն են, իրենց ելույթներն են համերգային, ինչպես նաև ուղևորություններ, կրթական ուղևորություններ դեպի արտերկիր եւ իհարկե ստանում են ամսական կրթաթոշակ իրենց այլ կրթական ինչ-որ ցանկությունները իրականացնելու համար։ Այսպես ամեն ինչ համատեղել եք այո մի տեղում։ Այո, որի մեջ ներառված է ամեն ինչ։ Այո, վարպետաց դասերից մինչև բայց այդ ամբողջը ուղակի չի այդպես նստել մտածել ենք թե էլ ինչ ծառայում են երեխաներին, այո։ Ինքը այսօրվա դրությամբ մենք համարում ենք, որ արտիստը 21-րդ դարի արտիստը դա միայն լավ նվագող, լավ կատարող չէ, այլ նաև մարդ է, որը որ պետք է կարողանա հաղորդակցվի, կարողանա ներկայացնի իր երկիրը ամբողջ աշխարհում, լինի հետաքրքիր, ներքաշքարը, այո, լեցուն ու դրա համար այդ ծրագիրը այդպես ոնց որ առաջ է գնում։ Իսկ ինչ վերաբերվում է այն ծրագրի, որի մասնակիցն է Էդվարդ Սարգսյան, դա նույնպես Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությունն է 2023 թվականից սկսած մենք նախաձեռնեցինք ծնվել եմ Արցախում նախագիծը, որը իր շուրջ իր հոգատարության ներքո համախմբել է 23 երաժիշտներ, որոնք որ ծնվել են Արցախում Եվ այն հույսով ենք, որ նրանք կդառնան եւ կունենան այդ հնարավորությունը աշխարհում հանդես գալու եւ բոլորին հիշեցնելու, որ նրանք ծնվել են Արցախում, մի վայր, որտեղ որ մի հայրենիք, որտեղ որ կա շատ մեծ մշակութային ժառանգություն, որի կրողն են նրանք։ Մենք վստահ ենք, որ հենց այդպես էլ լինելու է։ Ես ուզում եմ Էդգարին հարցնել, թե ինչպես եղավ, որ դու սկսեցիր դառնալ մասնակից ծրագրի «Ես ծնվել եմ Արցախում»։ Դրա մասին առաջինը ինձ հայրս ասեց։ Դրանից հետո դիմումը լրացրեցի, մասնակցեցի լսումներին եւ հենց արդյունքները եկան, տեսա անունս, իհարկե զարմացա, շատ հաճելի է, շատ ուրախացա եւ այդպես։ Էդվարդ, քանի տարեկան ես։ 19։ 19 ու երաժշտական ինչ գործիք ես նվագում, խնդրեմ հեռուստատեսություն։ Այ հետաքրքիր է ինչպես այդ կապը ստեղծվեց։ Հա, դասական երաժշտության կապը Դեռ փոքր տարիքից։ Քեզ էլ են ստիպել ինչպես մեզ։ Ինչպես ինձ ավելի։ Ոչ, չեն ստիպել։ Ուղղակի փոքր Չէ, ուղղակի փոքր տարիքում տենց շատ չէի սիրում պարապել, բայց հենց այդ նպատակը դրեցի, որ պետք է շարունակեմ երաժշտությամբ, սկսեցի սիստեմատիկ պարապել։ Առաջի դասատուս տատիկս էր։ Ես 7 տարի իր մոտ եմ սովորել։ Չէ, Մարինե Ախնազարյանն է տատիկս, իր մոտ եմ սովորել Ստեփանակերտում Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում։ Շատ մեծ դեր խաղաց նաև հայրս, ես իր հետ էլի պարապում էի, Սիմոն Սարգսյանը, ով Էդվարդ Միրզոյանի եւ Ղազար Ուսարյանի ուսանողն է կոնսերվատորիայում։ Պարապել եմ Հակոբյանյան, Փարսադանյան, Բելա Երվանդովնայի հետ, Սայաթ Նովայի քոլեջում առաջի կուրսում սովորել եմ Կարինե Հարությունյանի մոտ եւ ուսումս շարունակելու Երևանում շարունակելու նպատակով տեղափոխվեցի երկրորդ կուրսը Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջ,
պրոֆեսոր Գյորգի Ավանեսովի դասարան։ Հիմա շարունակում ես Հիմա այդտեղ։ սովորում եմ Երևանի Կոմիտասական պետական կոնսերվատորիայի առաջի կուրսում։ Ահա, շնորհավորում ենք խմելու կապակցությամբ։ Շնորհակալություն։ Նույնպես Գյորգի Ռաֆայելովիչի դասարան։ Ասեմ, որ ստացվում է։ փայլուն գնահատականներ է ստացել կոնսերվատորիան։ Ինչպես Էդվարդն է խոսում, ես վստահ եմ, այն անունը, որը դրվել է նրա համար, այն գենային գիծը, որը կրում է Էդվարդը, ես վստահ եմ, որ մեծ բարձունքների ես հասնելու, թե ինչ նպատակներ եւ ինչ ապագա ես պատկերացնում քեզ, հիմա կխնդրեմ մի փոքր ասես։ Ու ցանկանում եմ դառնալ Դասական երաժշտության դաշնակահար, ներկայացնել Արցախյան մշակույթը միջազգային բեմերում։ Հրաշալի։ Կարծում եմ նվիրել երաժշտությանը եւ երաժշտությունից կարեւոր է ոչ միայն նվիրվել, այլ նաեւ ստանալ այդ նվիրվածության արդյունքները։ Ես վստահ եմ, որ արժանի արդյունքները քեզ անպայման շատ շուտով կվերադառնան։ Եթե դեմ չես, ես մի հարց ունեմ, ինձ շատ հետաքրքիր է դուք ինչպես եք գտնում տաղանդների կամ գուցե իրենք են ձեզ գտնում, ինչպես է։ Իրականում ինքը բաց մրցույթ է հայտարարվում յուրաքանչյուր տարի բոլոր մարզերի երաժշտական դպրոցներին, մարզպետարաններին, բոլորին եւ իհարկե մեր բոլոր հարթակներում մենք հայտարարում ենք մրցույթ, ստանում ենք, ինչպես Էդվարդը ասաց, հայտեր են լրացնում երեխաները, ստանում ենք այդ հայտերը, հետո անցկացվում է ունկնդրում։ Ծնվել եմ Արցախում ծրագիրը ինքը 5-ամյա ծրագիր է լինելու եւ մեկ անգամ ընտրել ենք արդեն այդ երեխաներին։ Ցավոք սրտի նրանք արդեն վերջի սերունդն են, որոնք որ ծնվել են Արցախում, այսինքն նոր ավելացումներ չենք կարող ունենալ, բայց երաժշտություն հանուն ապագայի հիմնադրամի մեր վիրտուոզներ ծրագիրը ինքը ամենամյա մրցույթ է հայտարարում եւ յուրաքանչյուր տարի մենք ընտրում ենք 30 առավել տաղանդավոր երեխաներին, որոնք որ 1 տարի անցնում են այդ խիտ ծրագիրը, բայց նաև դրանից հետո մնում են մեր շահառուները եւ կապը իհարկե մեզ հետ ուղղակի ինձ եթե ես սխալվում եմ արդյոք ես ճիշտ գիտեմ դուք արդյոք ուսման վճարներ եք տրամադրում ուսանողներին չէ դեռևս ոչ եթե մեր գործընկերները լինեն ավելի շատ եւ ավելի ակտիվ այո իհարկե մեծ սիրով որտեվ դա շատ կարեւոր է մենք այս պահի դրությամբ արդեն ունենք 8 շրջանավարտ, այսպես ասած, եթե կարելի ասել, որոնք որ սովորում են աշխարհի լավագույն երաժշտական ակադեմիաներում։ Հրաշալի։ Այո։ Այսպեսի մի հարց, խոսենք նաև այն համերգի մասին, որը տեղի ունեցել, իսկապես շատ կարևոր է, որ մեզանում կա, այո, հիմնադրամ, որը որ օգնում է երեխաներին, աջակցում է ու հնարավորություններ է տալիս իրականացնել բազում ծրագրեր, դառնալ բազում ծրագրերի մասնակիցը ու կարևոր անդամը։ Հիմա այսպեսի հարց, ինչպես հնարավոր եղավ Միացյալ Նահանգներում այդ մեծ համերգը իրականացնել, պատմեք սրա մասին։ Մեր գործընկերները հայկական մշակութային ընկերակցության բարեկամներ ընկերությունը, որը որ գործում է Բոստոնում, մեզ հրավիրեց, որ հենց ոչ թե ուղղակի մի ընդհանուր համերգի մի մաս կազմենք, այլ հենց հիմնադրամը կարողանանք ներկայացնենք ԱՄՆ-ում, որտեղ իհարկե 6 տարին դեռ շատ քիչ է նրա համար, որ ամբողջ աշխարհը քեզ ճանաչի եւ որպես ճանաչողական եւ որպես նաեւ ինչ որ չափով դրամահավաք համերգ կազմակերպենք, որտեղ որ ելույթ ունեցան մեր 6 երեխաները, Էդվարդ Սարգսյան եւ նաեւ հիմնադրամի կրթաթոշակառուները Արենը Թոփլաղալցյան, թավջութակահար, Էդուարդը Դայան, ջութակահար եւ Ռոբերտ Սեյրանյանը ջութակահար, Լիլիթ Ստեփանյան կլարնետահար եւ ոչ մեկին չմոռացա, չէ, մի հոգի մոռացա։ Լիլիթը։ Չէ, Միքայել Հարությունյանը սաքսոֆոնահար, ուզում ասեմ, որ այս անունները իրականում հենց այդպես չեմ ասում, որտեվ շատ տաղանդավոր երեխաներ են եւ ավելին քան համոզված եմ, որ ճանաչում ենք։ Այո, նույնիսկ դուք առիթներ կունենաք իրենց հաջողությունների հիման վրա հրավիրել։ Ինչ նպատակ ուներ այս բարեգործական համերգը։ Առաջնային դա, որ Ամերիկայի մեր հայրենակիցները ճանաչեն եւ իմանան, որ Հայաստանում գործում է այսպիսի հիմնադրամ, եւ երկրորդը իհարկե ցանկություն, որ նաեւ նրանք միանան այս ամբողջ մեծ գաղափարին,
որովհետև մենք իրապես հավատում ենք, որ հայերը կարող են հասնել մեծ հաջողություններին միայն միասնական մեկ գաղափարի շուրջ միավորվելու դեպքում։ Այո։ Հույսը մեծ է։ Եվ ինչպեսի ընդունելության արժանացաք, ինչպեսի տպավորություններով Շատ լավ վերադարձաք։ ընդունելություն, ես կարծում եմ տպավորություններից ավելի լավ կպատմի Էդվարդը, ընդունելությունը շատ լավն էր, երեխաները շատ լավ կատարեցին։ Մենակ մի բան հավելեմ, մինչև Էդվարդը պատմի տպավորությունների մասին, որ նաև ինչը մեզ համար շատ կարևոր էր, որ երեխաները ելույթ ունեցան այնտեղ մեր նաև Բոստոնաբնակ հայ դաշնակահարի հետ, որը որ այնտեղ հիմա սովորում է, Վարդան Արաքելյան, նրանք կատարեցին Բեթհովենի տրիոն դաշնամուրային, որը որ նաև կապ է հաստատում Հայաստանի եւ Սփյուռքի միջև։ Էդգար, սա քո առաջին, ներողություն Էդգար։ Միրզոյան։ Սա քո առաջին այցն էր արտերկիր։ Արտերկիր ոչ, նաև եղել եմ Սանկտ Պետերբուրգում։ Դա եղել է 21 թվականին եւ մենք Ստեփանակերտի երաժշտական դպրոցի սաներում ենք։ Իսկ ինչ տպավորությունները ինչպեսին էր ԱՄՆ-ից։ Շատ վառ տպավորություններ էր։ Շատ վառ։ Օ, ես լրիվ ուրիշ բան լսեցի, լրիվ ուրիշ պատկեր ստացեցի։ Շատ սխալ լսեցի։ Ոչ։ Շատ լավ տպավորություն ստացա Բոստոնից, այն շրջագայեցինք Բոստոնով, այցելեցինք թանգարաններ, եղանք Boston Symphony-ում կայացած համերգին, անձամբ ես մաստեր կլաս ունեցա Լիլիթ Շուգարյանի հետ, նա ինձ լավ խորհուրդներ տվեց։ Ես վստահ եմ, որ նրա տված խորհուրդները դու էլի կօգտագործես, այսինքն կյանքում անպայման քեզ պետք է գան ու նաև այն բոլոր դրական ու կարևոր օգտակար խորհուրդները, որոնք որ ստանում ես հենց այս ծրագրի շրջանակում եւ ոչ միայն դու, նաև բոլոր այն երեխաները, ովքեր որ հանդիսանում են շահառու, այսպես ասած այս ծրագրի, անպայման հետո կարդարացնել այս ծրագրի իսկապես սպասելիքները։ Ձեզ շատ շնորհակալ ենք ու հաջողություններ ենք մաղթում ապագա առաջիկա բոլոր ծրագրերում։ Ու շնորհակալ ենք, որ առավոտը սկսեցիք մեզ հետ։ Որովհետև հնարավորություն եք տալիս կադրերին երիտասարդ ինքնա դրսևորվելու, ինքնա արտահայտվելու եւ Էդվարդ, ներողություն ձեր անունը սխալ արտասանելու համար, Էդվարդ։ Ավելի ես վատացնում իրավիճակը, ես ուզում եմ, որ այնպիսի մասնագետ դառնաք, որը դուք երազել եք եւ ձեր մեջ այդ պոտենցիալը տեսնում եք եւ չլքեք հայրենիքը, որովհետեւ մենք հրաշալի կադրերի պակաս ունենք եւ ցանկանում եմ որ պետությունը գնահատի այն կադրերին, որոնք ստեղծագործում են Հայաստանում։ Հիմա ընդմիջենք, ես անունը վերջապես ընդմիջման ժամանակ ճիշտ կասեմ։ Իսկ այս պահին սիրելի հեռուստադիտողներ ընդմիջվենք կարճատև գովազդով, որից հետո կշարունակենք։ Բարի առավոտ սիրելի հեռուստադիտողներ, արդեն կարելի է ասել ավելի օրը բացվել է, կամաց-կամաց մենք գնում ենք դեպի կեսօր, այսպես աշխարհը ոտքի տակ տալով մենք էլ տեղափոխվում ենք դեպի նոր ու հետաքրքիր ինֆորմատիվ հատվածների։ Սիրելի հեռուստադիտողներ, հայկական հետքը ամբողջ աշխարհում լայնամասշտաբ նախագիծը նպատակ ունի բացահայտել ու ներկայացնել հայերի դերը ու ազդեցությունը տարբեր երկրներում, արվեստից մինչև գիտություն, պատմությունից մինչև մշակույթ։ Այն ներառելու է վավերագրական ֆիլմաշարից մինչև գրական մշակութային հանդիպումների շարք։ Այս ծավալուն ու կարևոր աշխատանքների մասին կզրուցենք մեր հյուրի հետ։ Այո, իսկ ես շտապում սիրով ներկայացնել մեր հյուրին, տաղավարում է լրագրող, կինովավերագրող, Եվրոպական ժուրնալիստների ասոցիացիայի անդամ Գյորգի Ասատրյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Մենք շատ շնորհակալ ենք, շատ ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել։ Կխնդրեմ հենց սկսել հայկական հետքն ամբողջ աշխարհում ծրագրից։ Ինչպես հղացավ գաղափարը, ինչպես սկսեցիք աշխատել այս ծրագրի վրա։ Շատ շնորհակալ եմ նախապես հյուր հրավիրելու համար, որովհետև սա շատ կարևոր է ինձ համար, որովհետև մեր գործի մասին մեկ անգամ եւս լայն հանրությունը իմանում է եւ ավելի իրազեկ է դառնում մեր արած գործի մասին։ Հայկական հետք ամբողջ աշխարհում նախագծի մասին մի փոքր նախաբանից սկսեմ։
Ինքը ի սկզբանե մենք նկարահանում էինք շատ տարիներ առաջ աշխարհը ոտքի տակ նախագիծը, ինքը դոկումենտալ ֆիլմաշար էր, որը ներկայացնում էր բազմապրոֆիլ, բազմաշերտ հասարակության, գիտության, մշակույթի, կրթության ոլորտները։ Եվ ընթացքում մենք ամեն անգամ այցելելով տարբեր տարածաշրջան, տարբեր երկրներ, մասնավորապես մեզ մոտ եվրոպական հատվածն էր ավելի կենտրոնացված, եւ բացահայտում ենք տարբեր հայկական հետք, ինչպես ասում են, եւ ամեն անգամ ֆիլմաշարերի մեջ որոշակի հատված տրամադրում էինք հայկական հետքին, բայց կամաց հասկացանք, որ ծավալները այնքան է մեծանում եւ այնքան հայկական հետքեր ենք ամեն անգամ մենք մեզ համար նոր լուսաբանում մարդկանց, որոշակի թե պատմական, թե կոնկրետ ներկայում բնակվող մարդկանց, ու հասկացանք, որ դա պետքա առանձնանա եւ առանձին մի նախագիծ դառնա եւ դրա արդյունքում ծնվեց հայկական հետքը ամբողջ աշխարհում նախագիծը։ Այսպես նախագիծը իրենից ներկայացնում է դոկումենտալ ֆիլմաշարք եւ նախապատրաստվում ենք եռալեզու գիրք հրատարակենք։ Այ պարոն Ասատրյան, նշեցիք, որ փաստորեն այս նախագիծը ներառում է կինո վավերագրություն, գիրք, լուսանկարային ցուցահանդես, նաև մշակութային հանդիպումներ, այսպես մի ծավալուն, կարելի ասել ծավալուն, ինչպես ուզում ճիշտ բառը գտնել, ծավալուն աշխատանք է ներկայացնում եւ ներառելով իր մեջ։ Այ որոնք են այս բազմաշերտ մոտեցման հիմնական նպատակներն ու ակնկալիքները։ Ինչ եք ակնկալում։ Շատ ճիշտ նկատեցիք։ Ուղղակի մի հետաքրքիր մեջբերում անեմ, նայեք, ընդհանուր նախագիծը շատ էվոլյուցիոն ընթացքով է զարգացումները տեղի ունեցել եւ նույն ֆոտոցուցահանդեսը, եթե օրինակը վերցնենք, ինքը ինքնանպատակ չի եղել։ Ուղղակի ժամանակի ընթացքում ամեն անգամ մեր նկարահանումների մեկնելուց մենք արխիվային բավականին մեծ նյութեր ենք ունեցել ու արդեն ուզած-չուզած, ինչպես ասում են, մենք արդեն չէինք կարող այդ նյութերը ուղղակի մեր արխիվներում միայն բայել։ Ըստ այն արդեն ոնց որ ծնվեց ֆոտոցուցահանդեսի գաղափարը։ Հետո հանդիպումները կամաց, որ ավելի շատանում, ավելանում էր մարդկանց հետ, որոնք ապրում էին արտասահմանում, արդեն փորձեցինք որոշակի գրական երեկոներ կազմակերպել։ Ինքը ցանկացած մեր ուղղություն, որը նոր ճյուղավորում է եղել, դա եղել է էվոլյուցիոն ընթացքով։ Ոչ թե մեր միայն մտածել ենք, հա, որոշակի շտկումներ, որոշակի ուղղություններ վերցրել ենք, բայց հիմքում եղել է, որ դրա կարիքը զգացվել է։ Ընթացքում մենք արել ենք մի բան ու ոնց որ նկատել ենք, որ գիտեք ինչ, այս նոր ուղղություն, հա, նոր ուղղություն է ձեռք բերում եւ այս նյութերը պետք է։ Ես հենց այդ ուղղության մասին էլ ուզում եմ խոսել, այսինքն ահռելի արխիվային պաշար եւ ժառանգություն ունենալով, այո, շնորհակալություն ձեռքի տակ։ Արդյոք դուք որպես մասնագետ ունեք հստակ ուղղվածություն, որը մտածում եք, որ օրինակ այս ուղղվածությունը մարդկանց ավելի հետաքրքիր է ու կենտրոնանում եք հստակ դրա վրա։ Ճիշտ ասած, որոշակի ուղղություններ հնարավորինս մենք ավելի գիտական, մշակութային, կրթական ուղղությունն ենք փորձում ավելի զարգացնենք, իհարկե չանտեսելով մնացած ոլորտները, բայց այդ հատվածը մեզ համար ավելի առաջնային է։ Եվ միևնույն ժամանակ բացի նրանից, որ մենք ենք ձեռք բերում ընթացքում արխիվային նյութեր, մենք միևնույն ժամանակ համագործակցում ենք հայկական պետական արխիվի հետ, որովհետև այնտեղ ֆանտաստիկ նյութեր կան, թե ծավալներով, թե բովանդակության, ու ամեն անգամ նոր նյութեր ուսումնասիրելով, որովհետև դա ծավալուն աշխատանք է, ես ինձ համար նոր ուղղություններ, նոր մարդկանց, նոր իրադարձություններ եմ բացահայտում։ Հետո այդ ուղղությունը վերցնելով, այդ գիծը վերցնելով, մենք փորձում ենք զարգացնել եւ այդ պատմական իրադարձության թե մարդու հետևից արդեն փուլային մեր ֆիլմաշարը կառուցենք դրա հիման վրա։ Հիմա փաստորեն նախապատրաստական փուլում է նախագիծը, կամաց դեպի արդեն ավարտուն տեսքին է, ավարտուն տեսքն է ստանալու։ Ու կարծես թե ուղղություն դեպի Ֆրանսիան է, ճիշտ է։ Այո։ Ինչպես եղավ նախապատրաստական աշխատանքների կազմակերպումը Ֆրանսիայում։ Ասեմ, մենք որպես կանոն տարբեր ուղղություններով, տարբեր քաղաքներով որ լինում ենք,
հասկացա, որ ժամանակային առումով մեր միշտ ժամանակը չի բավարարում։ Մեզ մոտ ամենագլխավորը ժամանակը չի բավարարում։ Ընդհանրապես կյանքում, որովհետև տեսեք, մենք որոշակի հանդիպումներ ենք ունենում, որոշակի պայմանավորություններ ենք ձեռք բերում տարածաշրջանի, կոնկրետ հարցազրույց նույնիսկ, ու հետո ընթացքում հասկանում ենք, որ գիտեք ինչ, այդ ժամանակը, որը մենք պլանավորում ենք, չի բավարարում։ Եվ դրան միտք հղացա, որ գիտեք ինչ, եկեք կոնկրետանանք ուղղության վրա։ Հիմա նույն էս Ֆրանսիան, որ դուք նշեցիք, ֆրանսիական հայկական հետքը Ֆրանսիայում, մենք արդեն կենտրոնացանք միայն, հիմա այս նոր նախագիծը կենտրոնացված է լինելու միայն Ֆրանսիայի ուղղությամբ, եւ ծավալուն բավականին երկար ժամանակով միայն կենտրոնանալու ենք ֆրանսիական հատվածին։ Որովհետև Ֆրանսիայում հայկական հետքը բավականին շատ է, որոնք են այն ամենաանսպասելին ու ամենաանսպասելին ու ամենահետաքրքիրը, որոնք որ գտել եք այս Ձեր ուսումնասիրությունների ընթացքում, շնորհակալ եմ։ Անկեղծ ասեմ, ես չեմ ցանկանա առանձնացնել, որովհետև մի քիչ մոտեցումները տարբեր են, որովհետև հնարավոր է ինչ-որ մեկի համար դա շատ հետաքրքիր ու առանձնահատուկ լինի մեկ ուրիշի։ Դրա համար ես ինձ համար բոլոր բացահայտումները, բոլոր ուղղություններն էլ շատ հոգեհարազատ են ու շատ կարևոր են։ Ուղղակի ես առանձնացրեցի ինձ համար գիտական եւ կրթական հատվածին ես հնարավորինս առանձին ուշադրություն եմ դարձնում, իսկ ընդհանուր առմամբ ինձ համար բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները շատ Եվ առանձնակի շնորհակալություն ձեզ, որ մենք հնարավորություն ունենք ձեր միջոցով դրանց ծանոթանալու։ Ինձ շատ հետաքրքիր է, դուք տարբեր երկրներ այցելելով մշակութային կամուրջ եք, կարելի է ասել, ստեղծում տարբեր երկրների հետ։ Կարելի է ասել, որ Հայաստան եւ Ֆրանսիա մշակութային որևէ հարաբերություններ կարող է զարգացնել։ Շատ ճիշտ նկատեցիք, այո, հենց նման մտահղացում կա եւ այս պահին նույնիսկ որոշակի բանակցային փուլում է գտնվում։ Հայաստանում կա ֆրանսիական ինստիտուտ կառույց, որը միգուցե հիմա իհարկե բանակցային փուլում ենք, միգուցե գրքի հատվածով մենք համագործակցություն ունենանք, որովհետև դա շատ կարևոր ոնց որ հիմք եւս մեկ անգամ ամրապնդելու հայ-ֆրանսիական հարաբերությունները։ Այսպես եւ մի փոքր էլ գրքի մասին խոսք գնաց, երևի թե ամենադժվար եւ ամենածավալուն հատվածն է գրքի հատվածը, որովհետեւ ամեն անգամ որոշակի նույնիսկ մաս վերջացնելուց մտածում եմ վերջ դրան էլ անդրադարձ չեմ կատարելու, բայց ամեն անգամ նոր նյութեր, նոր տեղեկություններ ստանալով ես հասկանում եմ, որ այս հատվածը կարելի է վերանայել, մի նոր բան ավելացնել ու այդ ամենը ոնց որ մի հատ կաց։ Կարելի ասել ֆիլմագրությունը ձեզ որևէ ստանդարտների մեջ է դնում ժամանակային առումով, իսկ գիրքը ձեզ անսահմանափակ հնարավորություն է։ Ասեք։ Ուզում եմ իմանալ այս ընթացքում լավ, որոնք են դժվարությունները, որոնք որ հանդիպել եք ստեղծելուց այս ամեն ինչը։ Ասեմ, որպես այդպեսին մի քիչ միգուցե ֆանտաստիկայի ժանրից լինի, բայց դժվարություններ որպես այդպեսին բնականաբար դժվարություններ տեխնիկական, մնացած նույնիսկ ֆինանսական կան, բայց եթե դու մի գործ անում ես եւ դա քո ներքին մղումով է դա, ուզում ասեմ դժվարությունները արդեն երկրորդային պլան է։ Ցանկացած գործով զբաղվելիս, եթե դա քո սիրած գործն է եւ դու անում ես չմտածելով հետագայի մասին, այլ դու այդ իրավիճակից եւ այդ process-ից հաճույք ես ստանում, այդ դժվարությունները արդեն երկրորդային են դառնում եւ չեն նկատվում։ Պարոն Ասատրյան, ասացիք, որ այսքան բան պատմեցիք իրականում, ահագին ծավալուն, մեծ, բավականին մեծ աշխատանք է, երբ եք նախատեսում ավարտին հասցնել։ Ես կարծում եմ ավարտ միգուցե ինքը փուլային ավարտ լինի, որովհետև ես կուզենայի, որ process-ը միշտ ընթացքի մեջ լինի։ Լավ, այս առաջին փուլային ավարտը։ Process-ը ընթացքի մեջ լինի։ Հիմա որոշակի մոնտաժային աշխատանքներ կատարվում են Միլանի, Բարսելոնայի եւ Մարսելի այդ հատվածի մասով ու նախապատրաստվում ենք արդեն մեծ, ասեցի, ծավալուն ֆրանսիական այդ
ամբողջական մեծ հատվածին անդրադարձ կատարենք, սկսենք նկարահանումները, մեկնենք, այսպես միշտ process-ներ են, այսպես ասեմ, մի մեծ ոնց որ կաթսա լինի ինձ համար ու միշտ խմորումներ են տեղի ունենում, միշտ եփում է, միշտ նոր ոնց որ համեր, նոր համեմունքներ են ավելանում կաթսային։ Այո, իրոք դրա համար շնորհակալություն, որովհետև ինչպես արդեն նշեցի, ձեր միջոցով ծանոթանում ենք մշակութային տարբեր երևույթների, մարդկանց ենք ծանոթանում, մի խոսքով այս ամենը շատ կարևոր է մեզ համար ու ինչպես հենց նոր դուք նշեցիք եւ ձեր տարբեր հարցազրույցներում ասում եք, ես բոլորիս մաղթում եմ այնպիսի աշխատանք, որ մենք աշխատանքի ընթացքում չաշխատենք։ Շնորհակալություն ձեզ, այո, քանի որ հայկական հետքը այո կա ամենտեղ եւ այո սիրում են հայերը հետք թողնել իրենցից հետո լավ իմաստով, մեկ նաեւ վատ իմաստով ցանկալի է, որպեսզի այն, որը որ լավն է, դրա մասին անպայման բացահայտվի, բարձրաձայնվի եւ ներկայացվի ճիշտ ու գրագետ կերպով, ինչ անում եք դուք։ Շնորհակալ եմ, պարոն Ասատրյան։ Ես եմ շնորհակալ, լավ մնացեք։ Դուք էլ լավ մնացեք։ Իսկ այս պահին շելի հեռուստադիտողներ, այո, գովազդն մեր եթերում, որից հետո կշարունակենք։ Շատ արագ տելեպորտ ենք եղել սաթի մոտ։ Այսպես քայլելով դանդաղ եկել եք սիրելի հեռուստադիտողներ, տեսեք ինչ համոհություններ է պատրաստել Սաթենիկը մեզ համար։ Այս կտորը, ինչպես արդեն ասեցի, իմն է։ Այո, նշված է։ Ես նշել եմ։ Մատնացից արված։ Այ հենց սա իմն է, կխնդրեմ ոչ մեկ չվերցնի։ Սիրելի հեռուստադիտողներ, չան մեզ։ Իսկապես մատնացից արված էր եւ վերցրեց։ Ինչպես նշեց, ես հավ շատ եմ սիրում, բարյախորժակ։ Ես անձեռոցիկ կտամ այս բանի։ Շնորհակալ եմ, ես այսպես էլ ինձ հարմար է։ Ինձ ա տալիս կարող Մենք ես բարյախորժակ մաղթենք, բայց բացի դրանից ասա համեղ է ստացվել, թե չէ։ Շատ համեղ է ստացվել։ Անչափ համեղ է Այստեղ որովհետև իմ կողքին է դրա համար։ Ընդհանրապես, երբ որ դու գնում ես, ես էլի ասում եմ, որ համեղ է։ Սիրելի հեռուստադիտողներ, փորձեք, պատրաստեք այն բաղադրատոմսը, որը առաջարկում է Սաթենիկը ամեն առավոտ։ Մենք գոհ ենք, շատ շնորհակալ ենք, ձեզ լավ օր ենք մաղթում, առողջ եղեք, լավ մնացեք, կարևորը եղեք մոտիվացված, շատ բարի գործեր արեք, բարի եղեք եւ դարձեք բարի կամքի դեսպաններ։ Կհանդիպենք վաղը։ Հաջողություն։ Հաջողություն։